Լոս Անջելեսի Լոնգ Բիչ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխն այնքան թանձր է եղել, որ պատել է ողջ երկինքը, այն նկատելի է եղել քաղաքի տարբեր հատվածներից։ Հրդեհը բռնկվել է տարրական դպրոցի հարևանությամբ, հրշեջները շարունակում են պայքարել կրակի տարածման դեմ, սակայն հրդեհի պատճառը դեռ պարզ չէ։ Տեղում այրվել են պլաստիկ ջեռուցման խողովակներ, որոնցից առաջացած խիտ ծուխը դարձել է հիմնական վտանգի աղբյուրը։ Անվտանգության նպատակներից ելնելով հրշեջները նոր ուժեր են կենտրոնացրել, որպեսզի կարողանան մարել հրդեհը ու քիչ վնասներով դուրս գալ։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում տապալվել են Թրամփի հերթական սադրիչ հայտարարությունը։ Նյու Ջերսիում զանգվածային գործադուլ է 350 000 մարդ չի կարողանում օգտվել տրանսպորտից։ Լոս Անջելեսում 134 000 բնակիչ կազատվի բժշկական պարտքերի ցանկում ձեր անունը կա թե ոչ կիմանաք մի քանի րոպեից։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ բժիշկները գենետիկ խմբավորման միջոցով փրկել են նորածնի կյանքը։ ԱՄՆ-ի օդային երթևեկությունը կանգնած է լուրջ վտանգի առջև, ամեն շաբաթ հայտնաբերվում են նոր անսարքություններ։ Ամերիկյան տեխնոհսկաները չեն ցանկանում ենթարկվել Կալիֆոռնիայի խիստ օրենքներին։ Կալիֆոռնիան կրճատում է անվճար բժշկական օգնությունը նոր ժամանած ներգաղթյալների համար։ ԱՄՆ-ում առողջապահական համակարգի հարցերը շարունակում են մնալ ամենացավոտ թեմաներից մեկը, ինչպես է պատահում, որ աշխարհի ամենահարուստ երկրում մարդիկ ստիպված են ընտրել բուժվել թե վճարել կոմունալները։ Ամերիկացիները մեկ մարդու հաշվով տարեկան մոտ $13,000 են ծախսում առողջապահության վրա, բայց շատերը նույնիսկ բժշկի չեն կարող գնալ։ Թողարկման վերջում կպատմենք, թե որտեղ եւ ինչպես կարելի է գտնել անվճար կամ մատչելի բուժօգնություն։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող ամենաթարմ ու երբեմն էլ ամենաանսպասելի նորությունները, այնպես որ եթե հետաքրքրված եք Ամերիկայում կատարվող իրադարձություններով, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին սեղմելով զանգակի կոճակը։ Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները ձախողվել են։ Ռուսական կողմը ասել է, որ Պուտինը չի ցանկանում մասնակցել բանակցություններին ու անիմաստ է համարում։ Թրամփն արձագանքել է ասելով, ինչ իմաստ ուներ նրա այցը, եթե ես ինքս չէի պատրաստվում գնալ, չէի պլանավորել, բայց եթե պետք լիներ, կգնայի։ Չնայած այս իրավիճակին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հաստատել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները, որպես նախապայման նշելով 30-օրյա հրադադարը։ Ուկրաինական պատվիրակությունը կմեկնի Ստամբուլ, փորձելով գոնե տեխնիկական առաջընթաց ապահովել։ Միացյալ Նահանգները շարունակում են ակտիվ միջնորդի դեր ստանձնել։ Պետդեպը շեշտում է, որ առանց Թրամփի եւ Պուտինի ուղիղ բանակցությունների դժվար թե հնարավոր լինի հասնել խաղաղության։ Եթե Ռուսաստանը չցուցաբերի կառուցողականություն, ԱՄՆ-ն պատրաստ է խստացնել պատժամիջոցները։ Թրամփի ընտանիքում 11-րդ թոռն է ծնվել։ Մայր է դարձել նրա դուստրը Տիֆանի Թրամփը, ով 3 տարի առաջ ամուսնացել էր միլիարդատեր Մայքլ Բուլոսի հետ։ Թոռանը անվանակոչել են Ալեքսանդր Թրամփ Բուլոս։ Թրամփի ընտանիքում վերջին երեխան ծնվել է 2019 թվականին, երբ Էրիկ Թրամփի եւ նրա կնոջ Լարայի դուստրը լույս աշխարհ եկավ։ Ամերիկյան մամուլը նշում է, որ Թրամփը քաղաքական ակտիվ գործունեության հետ մեկտեղ շարունակում է մնալ նաեւ զբաղված պապիկ արդեն 11 թոռով։ Նյու Ջերսիի բոլոր քաղաքամերձ գնացքների ուղղությունները կդադարեցվեն, պատճառն այն է, որ մեքենավարները գործադուլ են անում, եւ այսպես 350 000 ուղևորներ ստիպված կլինեն փոխել երթուղին։ Մեքենավարը վաստակում է տարեկան $135,000, սակայն նրանք պնդում են, որ տարիներ շարունակ իրենց աշխատավարձը չեն վերանայել։ Նշեմ, որ այս օրերին Նյու Ջերսիում նախատեսվում է Շակիրայի համերգը, եւ եթե տոմս եք գնել նախորոք, պետք է փնտրեք այլընտրանքային երթուղիներ։ Այսուհետև Costco առևտրային ցանցի այցելուները կարող են գնումներ կատարել մեծածավալ ու վճարել մաս-մաս։ Այս մասին հայտարարել է առևտրի կենտրոնը ու ասել, որ իրենք ֆիրմ վճարային հարթակի հետ համագործակցություն են ստորագրել։
Ընկերությունը ներդրել է գնիր հիմա վճարիր հետո ծառայությունը օնլայն պատվերների համար։ Ընկերության տվյալներով այս տարբերակը նախատեսված է միայն խոշոր գնումների համար 500-ից 17500-ի սահմաններում։ Գնորդներին առաջարկում են տարբեր գրաֆիկներով ամսական վճարներ, որոնց քանակը կախված է գների արժեքից և ընտրված ժամկետից։ Մեկնաբանություններում գրեք ինչ եք կարծում, այս որոշումը կթեթևացնի ձեր ֆինանսական բեռը, թե ոչ։ Առաջիկա օրերին 134,000 Լոս Անջելեսում բնակվող անձիկ հնարավոր է ստանան նամակներ, որտեղ գրված կլինի, որ իրենց առողջապահական ծախսերը ջնջվել են, ու այս ամեն ինչը անում է համայնքը բարեգործական ընկերությունների ֆինանսավորմամբ։ Իշխանությունները կգնեն ցածր եկամուտ ունեցողների պարտքերը շատ փոքր գումարով և կմարեն մարդկանց ազատելով ֆինանսական բեռից։ Այն մարդիկ, ում պարտքերը կջնջվեն, շուտով կստանան հատուկ նամակ Լոս Անջելեսի շրջանի վարչությունից Unique Medical Debt նշումով։ Հարգելի հետևորդներ, մի մոռացեք ստուգել ձեր փոստարկղերը, հնարավոր է, որ դուք էլ այս ծրագրի շահառու եք։ ԱՄՆ-ում վիզա ստանալը նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով բավականին դժվար է։ Միայն լավ պատրաստված լինելու դեպքում է հնարավոր վիզա ստանալ ու հասնել երազանքների երկիր Ամերիկա։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների և Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ և նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցներին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, և Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն իր ընտանիքի համար արդեն բերել է շուրջ $2 միլիարդ եկամուտ։ Թրամփի անունով կրիպտոարժույթները մի քանի օրում բերել են շուրջ $350 միլիոն շահույթ։ Թրամփը շարունակում է գործարար կապերը Սերբիայի, Արաբական Էմիրությունների և Օմանի հետ, միաժամանակ զբաղեցնելով նախագահի պաշտոնը։ Սպիտակ տունը պնդում է, թե բիզնեսները ղեկավարում է նրա որդին և շահերի բախում չկա։ The New York Times-ը սակայն ընդգծում է, որ Թրամփի հարստացումը կարող է ազդել նրա որոշումների վրա, ստեղծելով կոռուպցիոն վտանգներ, նույնիսկ եթե իրավաբանորեն խախտում չկա։ Փենսիլվանիայում առողջապահական ոլորտում լուրջ ճգնաժամ է։ Անսպասելի փակվել են 2 հիվանդանոցներ, մարդիկ այժմ փաստի առաջ են։ Շուրջ 2500 աշխատակից ազատվել է։ Պատճառը հիվանդանոցները կառավարող ընկերության սնանկացումն է։ Ֆիլադելֆիայի իշխանությունները մեղադրում են ընկերության ղեկավարներին, որ նրանք հանուն իրենց շահույթի դուրս են բերել հարյուրավոր միլիոն դոլարներ հիվանդանոցների շենքերը վարձակալության տալով։ Այդ գործարքները ապակայունացրել են քաղաքի առողջապահական համակարգը և խորացրել ճգնաժամը։ Ամերիկայի տրանսպորտի նախարարն էլ հայտարարել է, որ ավիացիոն ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել, այն է, որ ամեն շաբաթ նոր ենթակառուցվածքներ ու սարքավորումների մեջ են թերություններ հայտնաբերում, որոնք վտանգում են թռիչքների անվտանգությունը։ Նախարարը նշել է նաև, որ օդային երթևեկության կառավարման ոլորտում կան մոտ 3000 աշխատակցի պակաս, ինչը երկար ժամանակ չի լուծվում։ Այս իրավիճակը ըստ նրա լուրջ նախազգուշացում է և պահանջում է անհապաղ ներդրումներ։ Թրամփը հաստատել է, որ Իրանը համաձայնվել է միջուկային համաձայնագրի շուրջ իր առաջարկին։ Նա նաև ասել է, մեջբերեմ. Իրանը կարծես թե ընդունել է մեր պայմանները, նրանք չեն պատրաստվում ստեղծել այն, ինչ ես կատակով անվանում եմ միջուկային փոշի։ Ես ցանկանում եմ, որ Իրանը կարողանա դառնալ ուժեղ ու բարեկեցիկ երկիր, սակայն նրանց երբեք չի թույլատրվելու ունենալ միջուկային զենք։ Մեջբերման ավարտը։ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը հայտարարել է, որ Թրամփի իշխանությունները պատրաստ են անմիջապես կնքել համաձայնագիրը, այն պայմանով, որ ԱՄՆ-ն կհանի տնտեսական պատժամիջոցները։ Իրանը նաև պատրաստ է ընդունել միջազգային դիտորդների ուրանի հարստացման գործընթացը վերահսկելու համար, ապահովելով, որ այդ ծրագիրը մնա միայն խաղաղ նպատակների շրջանակում։ ԱՄՆ-ն նախկինում պնդում էր, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, սակայն այժմ անհայտ է, որ կողմերը մոտենում են փոխզիջման։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են։ Բժշկության ոլորտում հազվադեպ դեպք է գրանցվել։ Ամբողջ աշխարհում բժիշկներին հաջողվել է գենետիկ խմբագրման միջոցով փրկել նորածնի կյանքը։ Փոքրիկը ծնվել էր հազվադեպ ու մահացու գենետիկ խանգարումով, որը նորածինների մեծ մասի մոտ ճակատագրական է լինում։
Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները կիրառել են հատուկ թերապիա գենետիկ խմբագրման ժամանակակից տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ուղղել մարդու ԴՆԹ-ի վնասված գեները, ինչպես սխալ բառը խմբագրվող տեքստում։ Այս մոտեցմամբ նրանք գտել ու շտկել են փոքրիկի օրգանիզմում հենց այն մուտացված գենը, որն առաջացրել էր հիվանդությունը։ Սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ներկայացնելու ենք ամերիկյան ավտոարդյունաբերության մասին մի վիճակագրություն, չնայած դժվարություններին, այս ոլորտը շարունակում է մնալ երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը, եւ այսպես եկեք միասին տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ։ 2024 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է 16,9 միլիոն մեքենա, ինչը 3,3% աճ է 2023 թվականի համեմատ։ Այս ցուցանիշը մոտենում է համավարակից առաջ եղած մակարդակին։ Մեքենաների մեծ մասը եղել է ամենագնացներ, կազմելով 54,17%, սեդանները 26,55%, բեռնատար մեքենաները 16,37%, իսկ մինիվենները 2,91%։ Էլեկտրական մեքենաների շուկան նույնպես աճել է։ 2024 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 1,5 միլիոն էլեկտրական մեքենա, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Հիբրիդ մեքենաների պահանջարկն էլ զգալիորեն աճել է 2024-ի ապրիլին, դառնալով 59,2%, 2023-ի ապրիլի համեմատ։ ԱՄՆ ավտոարդյունաբերության սիրտը շարունակում է մնալ Միչիգան նահանգը, որտեղ հազարավոր մարդիկ աշխատում են մեքենաների եւ պահեստամասերի արտադրության ոլորտում։ Այստեղ ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվում է շուրջ 48,600 մարդ, իսկ պահեստամասերի արտադրությամբ 118,300-ը։ Միչիգանին ավտոմեքենաների արտադրության ծավալներով հաջորդում է Կալիֆոռնիան 28,700 աշխատակցով։ Պահեստամասերի ոլորտում երկրորդ ամենաբարձր զբաղվածությունն ունի Օհայոն 65,700 աշխատակից։ Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև կապված էլեկտրամոբիլների ավտոմատացման եւ գլոբալ մրցակցության հետ, ինչը ստիպում է արտադրողներին կենտրոնանալ ամենագնացների եւ էլեկտրամոբիլների արտադրության վրա։ Սա կարող է կրճատել աշխատատեղերը, բայց միևնույն ժամանակ մեծացնել պահանջարկը ինժեներական եւ սպասարկման ոլորտներում։ Ներքին գործերի նախարարությունը դիմել է Պենտագոնին, խնդրելով ավելացնել ներգաղթի հսկողության համար մարդիկ ու ներգրավվել ավելի քան 20,000 ազգային գվարդիայի զինծառայող։ Ներկայում Պաշտպանության նախարարության իրավաբանները ուսումնասիրում են այս քայլի օրինականությունը։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել սահմանային եւ մաքսային վերահսկողության ծառայությանը այսի համակարգմամբ։ Թե կոնկրետ ինչով կզբաղվեն ազգային գվարդիայի ուժերը դեռ հստակ չէ։ Պաշտոնյաները շեշտում են, որ նրանք կօգնեն, բայց չեն զբաղվի իրավապահ գործողություններով։ Մի քանի ժամ Նյու Յորքի մետրոպոլիտենը կաթվածահար է եղել։ Քաղաքացիները կասկածելի տուփ են նկատել կայարաններից մեկում ու զանգահարել 911։ Ոստիկանությունը անմիջապես կանգնեցրել է գնացքի շարժը, ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել այլ վայր։ Մի քանի ժամ անց պարզվել է, որ տուփում եղել է սովորական սնունդ պատրաստելու սարք, սակայն մինչև այդ մետրոյի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է։ Նույն օրը մետրոյում տեղի է ունեցել հարձակում։ Տղամարդը հարվածել է Լոս Անջելեսից ժամանած տարեց զբոսաշրջուհուն։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է, պարզելով, որ նա արդեն 20 անգամ դատապարտվել է կանանց վրա հարձակվելու համար։ Չնայած այդ պատմությանը, դատարանը ազատ է արձակել նրան, սահմանելով $45,000 գրավ։ Ալաբամա նահանգում հաստատվել է օրենքի մի նախագիծ, ըստ որի անօրինական ներգաղթյալներին գիտակցաբար տեղափոխելը կդիտվի հանցագործություն։ Օրենքի հեղինակը նշել է, որ այս քայլը թե Ալաբամայի բնակիչներին, թե օրինական կարգով երկրում գտնվող ներգաղթյալներին պաշտպանելու համար է արվում։ Օրենքը բացառություններ է նախատեսում բժշկական, իրավաբանական, կրթական ու բարեգործական կազմակերպությունների համար, եթե նրանք զբաղվում են ոչ առևտրային գործողությամբ։ Ֆլորիդան դարձել է ամերիկյան երկրորդ նահանգը, որը արգելել է ֆտորի օգտագործումը ջրամատակարարման համակարգերում։ Նահանգի իշխանությունները բացատրում են այս քայլը նրանով, որ ամեն մարդ ինքը պետք է որոշի օգտագործի ֆտոր թե ոչ, եւ այս ամեն ինչը պետք չէ պարտադրել բոլորին։
Նահանգապետը բացատրել է, որ ֆտորը կարելի է օգտագործել ատամների խնամքի համար, սակայն խմելու ջրի մեջ այն ավելացնելը սխալ է։ Նա նաև նշել է ուսումնասիրությունների մասին, որոնք կասկածում են ֆտորի անվտանգությանը հղիների եւ երեխաների համար։ Առողջապահության մասնագետները զգուշացնում են, որ ֆտորի հեռացումը ջրից կարող է հանգեցնել ատամների փտման դեպքերի աճին, հատկապես երեխաների եւ ցածր եկամուտ ունեցող համայնքների շրջանում։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ ԱՄՆ-ն նախատեսում է մինչև 2034 թվականը 946 միլիարդ դոլար ներդնել իր միջուկային զինանոցը զարգացնելու համար։ 357 միլիարդ դոլար կհատկացվի գործող միջուկային ուժերի շահագործմանը, 309 միլիարդ դոլար զենքի առաքման համակարգերի արդիականացմանը, իսկ մնացած գումարը կուղղվի ենթակառուցվածքների, կառավարման համակարգերի թարմացմանն ու հնարավոր լրացուցիչ ծախսերին։ Նյու Յորքի թաղամասերից մեկում փրկարարները գտել են մի տուն, որտեղ 40 բելգիական հովվաշներ են եղել փակված։ Նրանք տարիներ շարունակ ապրել են մթության, կեղտի եւ լիակատար մեկուսացման մեջ, փակված պահարաններում, սեղանների տակ եւ պահեստներում առանց թթվածնի, արևի լույսի եւ մարդկային շփման։ Նյու Յորքի կենդանիների խնամքի կենտրոնը կոչ է անում բնակիչներին օգնել ժամանակավոր ապաստարան տալ շներին, մինչեւ իշխանությունները փորձում են պարզել դեպքի հանգամանքները։ ԱՄՆ-ի 4 նահանգներում վաճառված պատրաստի հավի ուտելիքները կարող են վարակված լինել վտանգավոր լիստերիա բակտերիայով, որը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ նմանօրինակ արտադրանքները արդեն վաճառքից հանվել են։ Լիստերիոզը կարող է վտանգավոր լինել հատկապես տարեցների հղի կանանց եւ թույլ իմունիտետով անձանց համար, առաջացնելով բարձր ջերմություն, մկանային ցավեր, սրտխառնոց եւ փսխում։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Լոս Անջելեսի շրջանում հունվարյան ավերիչ հրդեհների պատճառով տուժած ջրամատակարարման գիծը վերջնականապես վերանորոգվել է։ Պետական խորհուրդը պարտադրել էր 9 ջրամատակարարման համակարգերին ստուգել բենզոլի եւ այլ վնասակար նյութերի առկայությունը եւ վերականգնել վնասված ենթակառուցվածքները։ Հրդեհների հետևանքով վնասվել էին ոչ միայն ջրային համակարգերը, այլև էլեկտրամատակարարումը, իսկ խմելու ջուրը աղտոտվել էր ծխի, մոխրի եւ այրված նյութերի պատճառով։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում տեխնոլոգիական աշխարհում։ Google ընկերության վճարովի ծառայությունը Google One-ը արդեն ունի շուրջ 150 միլիոն բաժանորդ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը, նշելով, որ սա մեծ աճ է, ընդամենը 1 տարվա ընթացքում բաժանորդների թիվը ավելացել է 50%-ով։ Google One-ը վճարային անպային պահոց է, որտեղ մարդիկ կարող են պահել իրենց ֆայլերը։ Վերջերս ընկերությունը ծառայությանը ավելացրել էր նաև արհեստական բանականության հնարավորությունը, որոնք անվճար օգտվողների համար հասանելի չեն։ Դրա համար ներկայացվել էր նոր 19.99 արժողությամբ փաթեթ, որը շատ արագ գրավել էր միլիոնավոր օգտատերերի։ Մինչև այժմ ընկերության եկամուտների մեծ մասը գալիս է գովազդից, սակայն բաժանորդագրությունների զարգացումը թույլ է տալիս ունենալ ավելի կայուն եկամուտներ։ Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունները փորձում են խուսափել Կալիֆոռնիայի եւ այլ նահանգների արհեստական բանականության խիստ կարգավորումներից։ Դրա համար նրանք դիմում են Վաշինգտոնին, պահանջելով համազգային ավելի մեղմ օրենքներ, որոնք կսահմանափակեն նահանգների նախաձեռնությունները։ Կալիֆոռնիան առաջարկում է օրենքներ, որոնք արհեստական բանականության ընկերություններից կպահանջեն բացահայտել իրենց համակարգերի ռիսկերը, տվյալների աղբյուրները եւ սահմանափակել վտանգավոր կիրառությունները։ Տեխնոլոգիական ընկերությունները չեն ցանկանում ենթարկվել այս խիստ կանոններին եւ փորձում են հասնել նրան, որ Վաշինգտոնը ընդունի ավելի մեղմ օրենքներ ամբողջ երկրի համար։ Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ նահանգը վերջնականապես դադարեցնում է անվճար Medical բժշկական ապահովագրության ծրագիրը անօրինական ներգաղթյալների համար։ Նրանք, ովքեր արդեն օգտվում են ծրագրից, ստիպված կլինեն ամսական վճարել նվազագույնը $100։ Այս որոշումը պայմանավորված է Կալիֆոռնիայի բյուջետային ճգնաժամով, որտեղ դեֆիցիտը հասել է $12 միլիարդ, իսկ արդեն 2026 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի Medical ծրագրի նոր գրանցումները 19 տարեկանից բարձր ներգաղթյալների համար։ Բացի ամսական վճարներից կվերացվեն նաև ատամնաբուժական ծառայությունների բոլոր զեղչերը, ինչը կբարձրացնի առողջապահական ծախսերը անապահով բնակչության համար։
Ամերիկայում առողջապահության ոլորտը շարունակում է մնալ հասարակության ամենացավոտ ու խոցելի թեմաներից մեկը։ Չնայած նրան, որ ամերիկացիները ամբողջ աշխարհում տարեկան վճարում են ամենաշատ գումարը շուրջ $13,000, բայց միևնույն է ոլորտում կան բացեր։ Եկեք միասին պարզենք, թե որն է այդ բացերը ու ամբողջ ընթացքում մենք կփորձենք ձեզ ներկայացնել, թե ինչ բժշկական հաստատությունների կարող եք դիմել ավելի մատչելի բուժօգնություն ստանալու համար։ Գնաճը, ապահովագրության բարձր ինքնավճարները եւ մատչելի բուժօգնության դժվարությունները ստիպում են ավելի շատ մարդկանց հրաժարվել բուժումից։ Գելափի տվյալներով 2022-ին բնակչության 38%-ը, իսկ 2024-ին արդեն 45%-ը նշել է, որ չեն կարողացել բուժում ստանալ ֆինանսական խնդիրների պատճառով։ Հարցվածների 27%-ը ասել է, որ իրենք հրաժարվել են լուրջ հիվանդությունների բուժումից։ Խնդիրը հատկապես սուր է անապահով ընտանիքների, ինչպես նաև սևամորթների եւ 50-ից 60 տարեկան բնակչության շրջանում։ Բարձր ծախսերից բացի շատ մարդիկ դժվարությամբ են ստանում բուժման թույլտվությունը կամ մերժում են ստանում, ինչը վտանգում է ոչ միայն ընկերությունների առողջությունը եւ եկամուտները, այլ նաեւ երկրի տնտեսությունը։ Մասնագետները զգուշացնում են, որ բուժօգնության դժվար հասանելիությունը մեծացնում է հիվանդության եւ ապրանքների ռիսկը, վնասելով նաեւ արտադրությունն ու ներդրումները։ Այս պայմաններում մարդիկ ստիպված են լինում փնտրել անվճար կամ գոնե համեմատաբար ավելի մատչելի բուժման տարբերակներ։ Եկեք միասին պարզենք, թե ինչպես կարող եք Ամերիկայում անվճար կամ գոնե որոշակի չափով մատչելի բուժում ստանալ։ Համայնքային առողջապահական կենտրոնները, որը ԱՄՆ-ում անվանվում է Community Health Center, հենց այն վայրերն են, որտեղ կարող են դիմել բոլորը անկախ իրենց ապահովագրության կամ իրավական կարգավիճակից։ Այս կենտրոնները տրամադրում են հիմնական բժշկական օգնությունը, հոգեկան առողջության աջակցություն, ատամնաբուժական ծառայություններ եւ մատչելի դեղորայք։ Դեղագործական ընկերությունները նույնպես ունեն հատուկ ծրագրեր։ Այս ամեն ինչը միտված է նրա համար, որ մարդիկ կարողանան մատչելի տարբերակով դեղ գնել։ Նրանք կարող են դիմել ընկերության պաշտոնական էջին կամ իրենց բժշկի օգնությանը եւ ստանալ դեղը մեծ զեղչով կամ նույնիսկ անվճար։ Նախ եւ առաջ ստուգեք նաեւ ձեր նահանգներում գործող Medically եւ CHIP ծրագրերի հասանելիությունը։ Դրանք պետական աջակցվող ապահովագրական ծրագրեր են նախատեսված ցածր եկամուտ ունեցող մեծահասակների եւ երեխաների համար։ Ծնողները կարող են դիմել նաեւ իրենց երեխաների դպրոցների, սոցիալական աշխատողներին, անվճար կլինիկաների կամ տեղական օգնության կենտրոնների ցուցակ ստանալու համար։ Ամերիկայում գործում է նաև շարժական կլինիկաներ եւ հատուկ կենտրոններ, որտեղ բուժօգնությունը տրամադրվում է ըստ մարդու եկամտի։ Այս ծառայությունները հասանելի են ամբողջ տարվա ընթացքում եւ ցանկացողները կարող են դիմել նախորոք առողջական խնդիրների դեպքում միայնակ չմնալու համար։ Առողջապահության ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը համակարգային փոփոխություններն են, ստեղծելով համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդ անկախ իր եկամուտից կամ ապահովագրության կարգավիճակից կարող է ստանալ անհրաժեշտ բուժումը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել ամերիկյան նորությունները, ապա մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ կոմենտներում գրեք, թե որ երկրից կամ քաղաքից եք հետևում մեզ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։